Տեղեկացանք, որ արդեն ժամեր առաջ քննչական կոմիտեն խուզարկություններ է սկսել Արցախի ներկայացուցչությունում, ինչ են փնտրում։ Անկեղծ ասած, բնական է մեր մոտ էլ այդ հարցը կար եւ իրենք որևէ պարզաբանում չեն տվել այդ առումով, բայց քննչական կոմիտեի հայտարարության հիման վրա իբրև թե քրեական ինչ-որ գործընթացի, թե վարույթի շրջանակներում իրենք որևէ պարզաբանում չեն տալիս, լուր ինչ-որ այդպես խուզարկություն են կատարում։ Տեսեք, խուզարկությունն արդեն առաջի դեպքը չի Արցախի ներկայացությունում ու նախորդ դեպքում էլ, այս դեպքում էլ անհայտ էր, հա, պատճառը, նախորդ դեպքում եթե ինչ-որ բանը իմ ուժը տան, հիմա էլ ինչ-որ բան կընտրում։ Բայց տեսեք, այսպես քանի որ հիմա Սեփազանի դատին ենք, հա, նաև 18 մյուս մեղադրյալների, հա, բայց եկեղեցում այսօր տիրող իրավիճակը չի կարելի չկապել այս ամեն ինչի հետ։ Արցախի ներկայացությունում ինչ-որ բան անհայտ է թվում։ Բայց օրինակ 23 թվականին Քիչոյանի այսպես դեմ քրեական գործ Արարատյան թեմի առաջնորդի ու պարզվում է այդ գործը կարճվել է ինչ-որ հանգամանքներում դեպ նա մարդկանցից մեկն է, հա, հոգևորականներից մեկն է, որը գնաց եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմեց, նաեւ պատարակ մատուցեց, հա, Գյումրիում այստեղ, սա արդյոք բան չի, երկակի ստանդարտներ չեն մեր երկրում։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք այլևս պիտի լրջորեն չքննարկենք երկակի ստանդարտները, որովհետեւ ոչ թե կա արդարադատություն Հայաստանի Հանրապետությունում, որը երբեմն երկակի այսպես մոտեցումներ են տեղի ունենում, այլ պետք է ընդունել, ընկալել, որ կա դատաիրավական համակարգ Հայաստանում, որը կառավարում է մեկ անձ, եւ այդ անձը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Եվ ցանկացած գործընթաց, որ այդ բնակավարում տեղի է ունենում, դա տեղի է ունենում զուտ իր ցանկություններին, իր հրահանգներին համապատասխան։ Տեսեք, երեք Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցավ լսումներ եւ ըստ էության քաղաքական լուրջ օրակարգ ձևավորվեց եւ բոլոր ուժերը խորհրդարանական, արտախորհրդարանական, արցախյան եւ հայաստանյան խելամիտ բոլոր ուժերը ներկայացուցչությունում էին եւ քննարկումը տեղի էր ունենում արցախցիների վերադարձի այդ իրավունքի շուրջ։ Բնականաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի հարցի փակումը դա ուղիղ ռումբ է Հայաստանի Հանրապետության տակ եւ բոլոր անվտանգային խնդիրները ել ավելի են մեծանալու, եթե վերջնականապես հաստատվի, որ Արցախի հարցը փակվել է։ Այդ գիտակցումով երեք լուրջ քննարկումներ էին եւ այնտեղ էին բոլոր այն ուժերը, որոնք միգուցե նաև այլ դաշտում, այլ հանգամանքներում հակառակություններ ունեն իրար նկատմամբ, բայց այս պարագայում բոլորը իրենց այսպես համաձայնությունը տվեցին մի օրակարգի շուրջ համախմբվելու եւ աշխատելու այդ օրակարգի շուրջ։ Եվ տեսեք, դա խորը անհանգստություն պատճառեց երկու հոգու՝ Ադրբեջանի նախագահ, Հայաստանի վարչապետ։ Եվ տեսնում ենք հիմա դրա հետևանքը։ Սա ձեզ վառ ապացույց։ Եվ երեք ադրբեջանական բոլոր պաշտոնական լրատվամիջոցները այդպիսի հրահանգ էին իջեցրել Հայաստանի իշխանությունների առաջ։ Եվ այսօր մենք տեսնում ենք հետևանքը։ Նույնը տեղի ունենում նաև եկեղեցու շուրջ, որևէ տարբերություն չկա։ Նույնը մենք տեսնում ենք արդեն 5 ամիս եւ ավել շարունակ 18 արդարների գործով։ Քննչական գործողություններ են իրականացնում, որևէ փաստ չի բացահայտվում, որևէ փաստ չկա այս գործի շրջանակներում որևէ անձի նկատմամբ եւ յուրաքանչյուր դատավարության ժամանակ, երբ հանրային մեղադրողը որևէ խոսք է ասում, մենք բոլորս նույն կերպ ենք հասկանում, որ կա հրահանգ, կա որոշում, այսպես ճակերտավոր վերևից, որը իրենք ուղղակի կատարում են։ Ինչ արդարություն։ Լավ, ինչի Նավասարդ Քոչարյանը հիմա չի, օրինակ, չգիտեմ, որովհետև չկա իր նկատմամբ այդ ունեցվածքի, հա, հետ կապված ու կարճվեց։ Ես գիտեք, մի դիտարկում ունեմ այդ առումով, Հայաստանը հիմա այնպիսի իրավիճակում է, երբ բոլորը դա կլինեն հոգևորականներ, դա կլինեն աշխարհիկներ, քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, որոշում պիտի կայացնեն, անցնել Նիկոլ Փաշինյանի թրի տակով, թե ոչ։ Այն մարդը, որ անցնում է, դառնում է յուրային այս իշխանություններին, հայակործան բոլոր գործընթացներում եւ
ներվում են այսպես իր գործած կամ չգործած մեղքերը բոլոր, որովհետև այսօր այդ իշխանությունները նաև իրենց դրել են ինչու՞ չէ նաև Աստծո տեղ, նաև ամեն ինչ իրենք կարող են որոշել։ Այդ մարդը իրավունք ուներ, թե ոչ, նույնիսկ իրավական դաշտում։ Հիմա ձեր նշած անձը անցել է թրիտակով, ներվել է իրեն։ Չէ, ով չի անցնում այդ թրիտակով, տեսնում ենք կամ կալանավայրում է, կամ բռնաճնշումներ են անընդհատ իր նկատմամբ, կամ նյութական բոլոր այսպես խնդիրները ու կամ նյութական վնասներ է անընդհատ կրում ինքը։ Սա Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակն է ու իրականությունը։ Տիկին Հակոբյան եւ նախորդին Փաշինյանը Բերլինում արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կրկին իր պատրաստակամությունը հայտնեց, որ պատրաստ է ու կարող է ապացուցել, որ տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանից։ Ինչու նորից վերահաստատեց իր պատրաստակամությունը։ Գիտեք, ես կարծում եմ, որ ցանկացած այդպես արտաքին նաև դրսի միջազգային հարթակներում, երբ Նիկոլ Փաշինյանը, որտեղ բացի այդ ինքը տարբեր այլ հայտարարություններ արեց, հիմնականում ուղղված են նաև մեր ներքին լսարանին, որովհետև երեկվա հայտարարությունների մեծ մասը նաև դա էր ասում, օրինակ հավասարներ դնելով արցախցիների իրավունքների եւ Ադրբեջանի արևմտյան Ադրբեջան այդպես եզրույթի պահանջների միջև դրանք հասկանալի է, բոլորը շատ լավ հասկանում ենք, ինքն էլ լավ հասկանում, որ դա աբսուրդ է եւ իրականությանը համապատասխան չէ։ Պահանջներ, ես չգիտեմ էլ ինչպես մեկնաբանեմ իր միտքը, պահանջներ չունենք Ադրբեջանից, իսկ ով ունի, մենք երբևէ ունեցել ենք, նախկին իշխանությունները երբևէ ունեցել են պահանջներ Ադրբեջանից, երբևէ որևէ իշխանություն, այդ թվում նաև ընդդիմությունը եւ մենք Արցախից բռնի տեղահանվածներս, որևէ պահանջ Ադրբեջանից տարածքային եւ այլ որևէ երկրից չունենք։ Մեր պահանջը այսօր թե Հայաստանի իշխանություններից, թե Ադրբեջանից, թե միջազգային բոլոր կառույցներից մեկ բանի մասին է՝ վերադառնանք մեր տներում ապրելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ Արցախը հիմա էլ Ադրբեջան է, ի տարբերություն 19 թվին, որ այլ բաներ ասում, դա իր անձնական կարծիքն է, դա ոչ պատմական փաստ է արձանագրված, որտեղ պատմական փաստ արձանագրված այն բանի մասին է, որ Արցախը դարերով պատկանել է հայերին, հայերի բնորանն է եւ այնտեղ ապրել են դարեր շարունակ հայերը։ Հետևաբար դա Նիկոլ Փաշինյանի որոշումն է։ Ես չգիտեմ ինքը ինչ տարածքների մասին է խոսում, բայց Արցախի վերադարձի հարցը ես ուզում եմ կրկնել, ասել ու անընդհատ եմ ասելու, դա ոչ Նիկոլ Փաշինյանն է որոշելու, ոչ ես եմ որոշելու եւ որևէ անձ դա չի որոշելու, դա որոշելու է հայը, իսկ հայը ունի իր որոշումը։ Մենք պիտի վերադառնանք մեր տներում ապրելու։ Փաշինյանը ինչ է ասում, ոնց է ասում, ինչ բռնաճնշումներ է անում, դա արդեն իր անձնական խնդիրն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։